Գտնվում ենք Զաքարիա Քանակերտցու փողոցում, այս տարածքը շուրջ 7000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով եւ կից 200-ից ավել քառակուսի մետր շինություններով ամսական ընդամենը 127,000 դրամով վարձավճարով է հանձնված եղել Հեցի սեփականատերերի հետ փոխկապակցված ընկերությանը։ Փոխարենը Հեցը իր կարիքները բավարարելու համար մեկ այլ վարչական շրջանում այլ տարածքեր վարձակալել կրկին Հեցի սեփականատերերի հետ առնչվող եւ Հեցի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկից ամսական շուրջ 10 անգամ ավելի բարձր գնով Հեցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի որոշմամբ երկու պայմանագրերն էլ չեղարկվել են եւ որի արդյունքում տարեկան շուրջ 150 միլիոն դրամով կավելանան խնայողությունները, որը ընկերությունը կուղի բաշխիչ ցանցերը ենթակառուցվածքները նորացնելու համար։ Ստացվում է, որ Հեցը սեփականատերերի հետ փոխկապակցված ընկերությանը ամսական 12,7 միլիոն դրամ է տվել մի տարածքի համար, որի կարիքը չի ունեցել եւ կարող էր սեփական տարածքն օգտագործել ոչ թե այն ընդամենը ամսական 127,000 դրամով վարձակալության տար Հեցի սեփականատերերի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության։ Ինչպես նշել է ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, այս երկու պայմանագրերը լուծարելու շնորհիվ Հեցը տարեկան կխնայի լրացուցիչ 150 միլիոն դրամ։ Հետևաբար կարելի է ասել այդքան գումարը նախկինում արտահայտված է եղել ընկերության ծախսերի, ասել է թե նաև սակագնի մեջ։ Հիշեցնենք, որ ընկերությունում պետության կողմից ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո սպառողների սպառման համակարգը պաշտպան ցանցին միացնելու կամ նույնն է թե նոր բաժանորդ դառնալու վճարները նվազեցվեցին շուրջ 30-ից 40%-ով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։